Ես ուզում եմ նորից արձանագրենք, որ ապրիլի 14-ին 2350 նույնականացված ստորագրությունով ես անպայման ուզում եմ շեշտեմ, որովհետև կային մարդիկ, ովքեր վախենալով ինչ-որ բաներից, բիզնեսի վրա այսպես ասած վտանգներից, կորուստներից իրենք չեն ստորագրել, բայց նրանք ովքեր իրենց ՀՎՀ-ով եւ այլն ստորագրեն, դա եղել էր 2350, որոնց մեջ կային եւ հաշվապաններ, եւ իրավաբաններ, եւ հիմնականում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց պահանջը մեկն է՝ վերանայել հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի վատթարացնող նորմերը եւ հաշվապանների եւ իրավաբանների համար արդեն ապրիլի 4-ին ստորագրված եւ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող վատթարացնող նորմերը։ Ակնկալիքով, որ կարճ ժամանակում դրան պատասխան կլինի, այսօր հավաքվել էին, հայտարարվել էր, որ ապրիլի 25-ին կհավաքվենք, բայց ցավոք սրտի քիչ առաջ կանչեցին ընդունարան, ասացին, որ մեր նամակը սովորական ընթացակարգով մուտք արվելու ֆինանսների նախարարությունը մեզ կպատասխանի, վարչապետը շենքում չի եւ մեզ չի պատասխանի։ Ցավոք սրտի պես է մոտեցումը։ Ես ուզում եմ նշեմ, որ այս մասին նաեւ կարողացել էի բարձրաձայնել ամսի 18-ին Դիլիջանում եղած բիզնես ֆորումին, այսինքն վարչապետը տեղյակ է, որ մենք գրել ենք, սպասում ենք, ակնկալիք ունենք այդ պատասխանին, բայց ցավոք սրտի երկխոսությունը չի ստացվում։ Իսկ ինչու ենք հենց անպայման ուզում կառավարության ղեկավարը, որովհետև մենք բազմաթիվ հանդիպումների արդյունքում հասկանում ենք, որ վերջնական որոշում ընդունողը ցավոք սրտի դա կառավարության ղեկավարն է։ Իսկ հիմքում էլի նույն այդ բաներն է դրված, որ լավ մտածված չնես օրենքները բերելու են վատթարացման, բնական է փոքր բիզնեսի, նաև այս հաշվապանների ու իրավաբանների բեռի բարձրացումը ազդելու է նաև փոքր բիզնեսի բեռի բարձրացման, այսինքն հարկային բեռը զույգ տոկոսադրույքներ չեն։ Դրանք նաև են մարդ ժամանակն է, որը ծախսվում է այդ հարկը հաշվարկելու համար։ Այս փուլում արդեն մենք ունենք ամենակարևոր խնդիրը, որ շրջանառության հարկի գաղափարախոսությունը խախտվել է, եւ եթե նախկինում շատ բարձ հաշվառում էր վարվում եւ պարտադիր չէր տենց անհատական ապրանքանյութական հաշվառում վարելու, ապա այս դեպքում հիմա արդեն փոխվել է դա, անհատական ամեն ապրանքի պետք է հաշվառում, այսինքն այստեղ մենք անընդհատ խոսում ենք դրույքաչափերի բարձրացման, բայց ավելի վտանգավոր է 23 թվականին ընդունվածը, որը էլի այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտա, որի մեջ այդ պարտադրվում է ավելի խիստ եւ մանրամասն հաշվառում, որի հնարավորությունը շատ փոքր բիզնեսներ չունեն։ Երկրորդ, եթե ունենան, իրանք պետք է դիմեն մասնագիտական համայնքին, հիմա ստացվեց մասնագիտական համայնքին էլ ենք իրենց հարկային բեռը բարձրացնելով ավելի անհասանելի դարձնում։ Առաջի երամսյակի արդյունքներով մենք այս մասով էլի որ նայում ենք, տեսնում ենք, որ այդ նույն հարկային դրույքաչափի բարձրացումը շատերը իրենց վրա զգացել են, կան բիզնեսներ, որոնք իմացությամբ թե չիմացությամբ ամբողջ տարվա հաշիվ ապրանքագրերն են նվազեցրել եւ այս առաջի երամսյակում իրենց հարկի բեռը ցածր եղել, բայց դա նշանակում է հաջորդ թիվը բարձր լինելու եւ այն բիզնեսները, որոնք դեռ նոր են հասկանում, թե ինչ է նշանակում խիստ վարչարություն կիրառել իրենց նկատմամբ։ Այսինքն այս process-ը դեռ երկար, մենք սրա վատ արդյունքները դեռ երկար ենք տեսնել։ Նույն մեր մարզային կառույցները զգացականը երևի թե տենց ավելի թույլ գտնվողները, ասենք առաջինը Գյումրիում էր, որ մեր հենց ասոցիացիայի տնօրենը այնտեղից արձագանքում էր, որ շատացել են վարձով տրվող տարածքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ սկսվում է այդ process-ը։